ասեն Փառք Հիսուսին գուրեր եղմաներ։ Mən ջիգրով ասեք, ջիգրով։ Դեն եկա գիտեք մեր մեջ, նայստեղը, ունա սիրում ամես գուրեր եղմաներ։ Եղմանց լավ խոսեցին, ես բիկաշ խոսեմ դաղոտ գետեղ ստանգետով։ Ինչի է պետք, որ մարդը զեցվի սուրջ փոքով։ Ինչի է պետք։ Առանց սուրջ փոքու դու տգար ես մարդ ես։ Առանց սուրջ փոքու դու անկարող ես մարդ։ Առանց սուրջ փոքու զորության, դամազեց Հիսուսը, մնացեք Երուսաղեմ, միշտ դի գազը մեջ սուրջ փոքին։ Մնացեք Երուսաղեմ, որ գասոքին ձեր մեջ, որ առնեք զորություն, որ զորություն և այլերի համար նախարաչեք, որ դու ապրես Հիսուս հետ, մեկանաս իրա հետ, ձուլվես իրա մեջ, առանց սուրբ հոգու, առանց անձամբ իրա գալուքո մեջ, անձամբ իրա, առանց իրա աշխատանքի, դու չես կարող մեկանաս Աստծո հետ, դանողը սուրբ հոգին է, Փառք իրան, նա Աստված է կենդանի, նա զորեղ է, նա ունի իրավունք, ունի իշխանություն, քո վրա, աշխարհի վրա, խավարի վրա, սատանայի բոլոր գործի վրա, նա ունի իշխանություն, Աստծո հոգին քո մեջն է, ճանաչի սուրբ հոգուն, ով է ինքը, ճանաչի իրան, ու տեղտու ինքը գործիր քո մեջ, շարժի դեսը, և գրված այսպես, Եփեսացիս 3:16, կաղաչեմ, որ դա ձեզի իր փառքի ճոխության չափովը, զորացնով հաստատվիկ իր հոգովը դեսի մարդու մեջ, որպեսզի Քրիստոս հավատով ձեզ բնակվի ու դուք սիրով ամատացած ու հաստատված ըլաք, որ Քրիստոսը կառուցվի քո մեջ, նա կյանքը գա հոգուտ մեջ, դանող քո մեջ, ի մեջ սուրբ հոգին է, Փառք Տիրոջը, դայա գործ է քո մեջ, նա ունանլի քո մեջ, ունի նպատակ քո մեջ գալու, քուրեր եղբայրներ, որպեսզի հաստատվի իր հոգովը նսի մարդու մեջ, և Հիսուս այդպես աղոտ կարեց, ուզեմ սեր կարտա, Հովհաննես ավետարան 17:21, որպեսզի ամենամեկը լան, ինչպես ով հայր իմ մեջս, ու ես քո մեջ որպես անոնքալ մեր մեջ մեկը լան, բայց աշխան հավատաթե դուն ղրգեցիս մեկանալ Քրիստոս է, դանողը սուրբ հոգին է, քուրեր եղբայրներ, մեկանալ սուրբ հոգու հետ, մեկանալ Քրիստոս կյանքի մեջ, մեկանալ այս սրբության հետ, առանց սուրբ հոգու դու տգար ես, առանց սուրբ հոգու դու անհաղթ ես, դու չնես ոչ բան հաղթելու, չես կարող հաղթել, իսկ սուրբ հոգին այն զորությունն է, հաղթելու աշխարհին, հաղթելու մեղքին, հաղթելու հոգուտ խավարին, անողը սուրբ հոգին է, դա քո ուժեն ձվերը, հանձնվի սուրբ հոգու ձեռքերի մեջ, քուրեր եղբայրներ ջան, և գեղեցիկա գրված Աստվածաշունչ պատանում, Գաղատացիս 5:5 խոսքը, վասնզի մենք հոգով սպասենք արտարության հույսի հավատքովը, Էդ ինչ անում է մեր սուրբ հոգին, մեզ բացանում այն երջանիկ հույսը, որ դու երկինքի քարկացես, ու դու մեկանացած երկինք է, վասը մենք հոգով կսպասենք արտարության հույսին հավատքովը, դանում է մեջ Աստծո հոգին քուրեր եղբայրներ, նա է աշխարհին հաղթողը, նա գիտի քո տկարությունը, դու որտեղ ես կաղում, դու որտեղ ես թույլ, որտեղ սատանան հաղթություն բերել, հոգուտ մեջ ինչ է կատարվում, գիտի սուրբ հոգին, նա քո մեջ բնակված է, քույր եղբայրներ, մենք լավ չենք ճանաչում սուրբ հոգուն, մենք լավ չգիտենք իր կարողությունը, դա մենք չենք հանձնում իրան, այն հանձնել մեր վիճակներին, մեր վախերին, մեր մտքերին,
մեր անկարողությունների մենք չուդրած ենք հասնվում, հասնի Սուրբ Հոգու ձեռքերի մեջ։ Գուրեր եղբաներ, Սուրբ Հոգին ինքա անձ է Աստված, անձ է Աստված, ամենակարող Աստված քո մեջ բնակված է, դեպով քո մեջ բնակված է։ Գուրեր եղբաներ, առանց Սուրբ Հոգու մենք չենք կարող։ Եկված այսպես, այսօր շատ երիտասարդներ իրանց մարդկային ճիքերով, ջանքերով ուզում են որպես ազատեն մեղքից, չես կարող։ Քո հնարքները բավարար չեն, քո մարդկային ճիքերը բավարար չեն, որ քեզ ազատ անեն մեղքից, ազատ անեն աշխարհից։ Էդի երբ լավ խոսեցին, ինչի է պետք է Սուրբ Հոգու զորությունը, հաղթես սատանային, հաղթես աշխարհին, հաղթես մեղքին, հաղթես մարմնի ցամուծներին, հաղթես դա բոլոր կերպերին, դա նոր Սուրբ Հոգին է։ Եվ այդպես ասում, ձեզ համար շատ քաջծանոթեր եմ կարդում, Թովանես առաջի եղրդնուխը։ Քրիստոսի երիտասարդներ, վանց դուք ուժով եք, Աստծո մեջ բնակված է ու չարին հաղթեցիք։ Հետո պիտի հաղթել տա մեզ։ Հետո պիտի տա քեզ այդ զորությունը։ Ով պիտի անի քո մեջ, որտեղ քո մատեն ուժերը, խելքը հնարդեց ապա Սուրբ Հոգին։ Քուրեր եղբաներ, մեզ որքան անհրաժեշտ է լսելու Սուրբ Հոգով։ Մեզ որքան անհրաժեշտ է նվիրվել իրան, տեղ տալ իրան, մեր մեջ Սուրբ տաճար պատրաստի, Սուրբ Հոգին, մեր հոգին, մեր շունչը, մարմինը անառատ անի Սուրբ Հոգին։ Սա դու պիտի ուզես, դու սրտանց փափագես, դե արի կյանքի մեջ, դե ազատից այդ մեղքից, իմ ամնի ցանկություններից, իմ ապականված անձից, ազատինց, Սուրբ Հոգի, ազատինց։ Դանողն ինքն է, բայց քո ուզելով, իմ համաձայնությամբ, իմ խոնարհվելով, մեղքը մերժելով, աշխարհը մերժելով, դա գտնավ քո ներսդ ելա ծառաված, ելա փափակ ու կգա Սուրբ Հոգին, կգա ազատության Հոգին։ Քուրեր եղբաներ ջան, եւ գեղեցիկ ասում ես, միշտ կուզեմ կարդալ նույն Հովհաննես 4:4 խոսքը։ Դուք Աստծուց եք, որդիակներ, ու անոնց հաղթեցիք, քանզի մեծ է անիկա, որ դե մեջն է, քան թե անիկա, որ աշխարհի մեջն է։ Ինչո՞ւ պիտի հաղթես աշխարհը։ Դուք հաղթեցիք, որտեղ քո մեջի զորտան Հոգին ա տալիս հաղթություն։ Քուրեր եղբաներ, առանց Սուրբ Հոգու զորության, առանց անձամբ իրա, դու չունես ոչ բանի հաղթություն։ Նա դևերից ազատողն է, սատանայի գործը քանդողն է, բժշկողն է, հոգուտ մեջ քայլողն է, ապրողն է քո մեջ Սուրբ Հոգին, եկիկ հասնողն է Սուրբ Հոգին, հապշտակողն է Սուրբ Հոգին, ամեն բանյանիստ է, փառք իրան, ու քո մեջ բնակված է Սուրբ Հոգին, քո մեջ ապրում է Սուրբ Հոգուն, Սուրբ Հոգին դու խաբար չես, քո մեջ ով է բնակված։ Տեղ տալ Սուրբ Հոգուն, հանձնվել Սուրբ Հոգուն, այնպես կոնեզը կնվիրի, երկնքին Սուրբ Հոգին, այնպես բաց կանի քեզ այն անտեսանելին Սուրբ Հոգին, որ դու ամնացոր կտրվես իրան, կնվիրվես իրան։ Նեցիտ ախոնակը կփոխվի, նեցիտ ծառակը կփոխվի, նեցիտ տպատը կփոխվի, միայն կլի երկինք, Քրիստոս ու միայն Քրիստոս։ Դանոն մարդու մեջ Սուրբ Հոգին է, փառք իրան։ Դու սա ուզես, մատերն ամե կոներսդ, դալամ է մատերն կոներսդ, դալամ ինի կոնդապատամներդ։ Քանու հոգի կան այստեղ, որ կուզենան մեկանան Քրիստոս հետ, մեկանան Սուրբ Հոգու հետ, քանոք են համաձայն, որ Սուրբ Հոգին ազատ անի ամեն մեղքերից, ամեն մեղքի ցանկություններից, քանոք են համաձայն, երբ չգիտեմ, բայց ինքը գիտի քեզ,
Այսօր ժամանակն է, մի անձյան տարբեր, մի գուցե վաղուշ է, ինքնամեսնովեցան համաձայնության կա, բերտիրոջ առաջ, համաձայնվի, Հիսուս Եղեցիկ ասեց, դուք չեք ուզում ինձ գաք, որ կյանք ունակ, դուք չեք ուզում, քանի որ են ուզում, որ գա Սուրբ Հոգին և ազատ անի, գա Սուրբ Հոգին ու քարուքան տանի խավարի գործերը, քանի Հոգին համաձայն, քուրեր եղբայրներ, և այսպես ասում ես Երկրորդ Կորինթացիս 50 գրված, 2:17 խոսքը, Արտերը հոգի է, և ուր Տիրոջ հոգին կա, հոն ազատություն կա, ալելույա, ուր Տիրոջ հոգին կա, այդ ազատություն կա, մեղքից, աշխարհից, ցանկություններից, մեղքին տանող բոլոր ճանապարհներից կա ազատություն, ազատության հոգին քո մեջ է եկել։ Քուրեր եղբայրներ, սա հավատք է, հավատալ Տիրոջ խոստմունքին, հանձնվել Սուրբ Հոգուն, հանձնվել, ապրել իր համար, ապրել իր հետ, կյանքը ինքն է, քուրեր եղբայրներ։ Եվ ես իրեն ուզում կարտամ ու մենք դիալոգ կանենք, եղբայրներ կան առաջ ու դիալոգ կանենք։ Գեղեցիկ ասում ես Եսայի մարգարեություն 59:19 խոսքը, 59:19 ու արևմուտքը Տիրոջ անուն են և արևելյանոր փառքին պիտի վախնա և թշնամին գետի պես գա Տիրոջ հոգին անոդեմ դրոշակ պիտի կանգնի, ալելույա։ Դե սատանան իր ամբողջ զորությունով գա քո դեմ, նա գետի պես գա քո դեմ, ամա դրոշակը պայքարի քո դեմ, Սուրբ Հոգին պիտի ազատ անի քեզ։ Ալելույա, ալելույա, հարավարի Տիրոջ անունը, մի վախսի, հանձնվի Սուրբ Հոգուն, ալելույա, ինչ ես վախեցե, այդ մտքերով, ինչ ես ախնում, այդ սատանայի ստերով, այդ առաջարկներով, ինչ ես խատել իրար, հանձնվի Սուրբ Հոգու ձեռքը, լցվի Սուրբ Հոգիով, աղոթանի քո մեջ Սուրբ Հոգին, նա գիտի քո տուլտեղերը, այդպես ասում ես Հռոմայեցիս 8:26-ը, 27-ը, որ Սուրբ Հոգին օգնության է հասնում մեր տգարություններին, դու տգարանում ես, թուլատում ես գալիցաղունության Սուրբ Հոգին, նա զավանների տիրականն է, եկեղեցին սրբացնողն է, եկեղեցին մաքրողը Սուրբ Հոգին է, երկնային կյանքին հաղորդանողը Սուրբ Հոգին է, հորետ մեծացնողը որդետ Սուրբ Հոգին է, դες ով է քո մեջ բնակվածը, դες ով ես դու, դες քո մեջ նամական զորավորը, ալելույա։ Ես կուզեի աղոթք կանենք, ովքեր իրոք կարիք ունեն, որ ասեն բոլորը գան, ովքեր իրոք կարիք ունեն, դրան մեսի ազատությունը, կարիք ունեն կապանների քանդվելու, կարիք ունեն ազդեսի բժշկությանը, ինչ է կապել քեզ, լայդես ինչ է խանգարում քեզ, արի առաջ աղոթք կարվի քեզ համար, ու Տիրոջ հոգին, ազատության հոգին ազատ կանի քեզ, արի համակրով իր առաջ, մի վախնա, մի նայի քո ուշտդ, մի նայի մարդիկ քո մասին ինչ կմտածեն, նայի Հիսուսը քո համար ինչ է դրել, կյանք է դրել քո համար, որ դու մեկանաս իր հետ, դարացիա զավակը, դարացիա հարազատը, հոգուտ ծառավին կլինի, հոգիտ սիրի Հիսուսին, մեկանա իր հետ, ալելույա, այսօր ժամանակն է, ով ծառավասներ ջուրերու եկեք, ով ստանչմեցոներ եկեք, զրի առեք, այսօր ժամանակն է, որ տենտայի կվիճակին, հավատը կոտագործի արի Հիսուսին, նա տկարի զորությունն է, նա անգացի ոտի համալն է, հիվանդի բժիշկն է, ալելույա, ալելույա, կանգնենք ոտի, եղբայրներ եկեք առաջ